Թվեր, փաստեր եւ ֆինանսներ ամփոփում ենք շաբաթը Banks News-ի հետ։ Ինչպիսին է աշխատավարձերի ոլորտային բուրգը Հայաստանում, ամենաբարձր աշխատավարձը ֆինանսական եւ ապահովագրական գործունեություն ոլորտում է։ Երկրորդ տեղում տեղեկատվություն եւ կապ ոլորտն է։ Երրորդում հանքագործական արդյունաբերություն եւ բացանքերի շահագործման ոլորտը։ Իդեպ ամենացածր աշխատավարձերի առաջին երակում են սպասարկման, կացության եւ հանրային սննդի կազմակերպման եւ կրթության ոլորտները։ Երկնիշանգում գինու արտադրության ոլորտում Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով 2025-ի հունվար-նոյեմբերին Հայաստանում արտադրվել է մոտ 6 միլիոն 800 հազար լիտր գինի։ 2024-ի համադրելի ցուցանիշի համեմատ գինու արտադրության ծավալները նվազել են 26%-ով։ Հիմա գնաճի մասին վիճակագրական կոմիտեի տվյալներով միայն 2025-ի դեկտեմբերին 2024-ի դեկտեմբերի համեմատ բանջարեղենի գներն աճել են 12.5, տավարի միսը 11.7, սուրճը 9.5, արևածաղկի ձեթը 8.2, մակարոնեղենը 7.9%-ով։ Կտրուկ գնաճ է գրանցվել նաև ոսկու շուկայում։ Ոսկերչական իրերի գները 2025-ի դեկտեմբերին 2024-ի համեմատ աճել են 14.8%-ից հասնելով 39.2%-ի։ Ծառայությունների ոլորտում տրանսպորտային ծառայությունների գները գրանցել են ամենամեծ աճը 24.5%։ Գնաճն ավելանում է, կենսաթոշակները չեն ավելանում, բայց տարեվերջին խոշոր պարգևավճար են ստանում կառավարության անդամները։ Ժողովուրդ օրաթերթի տվյալներով 2025-ի դեկտեմբերին միայն նախարարները ստացել են 7-ից 8 միլիոն, որոշ դեպքերում մինչև 9 միլիոն դրամ պարգևավճար, իսկ փոխնախարարները 4-ից 5 միլիոն դրամ պարգևավճար։ Եվ վերջում Հայաստանում շտապօգնությունը 8-րդ կանչից հետո կլինի վճարովի 10,000 դրամ։ Այլ կերպ ասած, մեկ տարվա ընթացքում մեկ անձը անվճար շտապօգնություն կարող է զանգահարել ընդամենը 8 անգամ։